Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, ոչինչ, ես մի քիչ լավ չեմ, հիվանդ եմ, այսինքն գրիպ չեմ, ոչ մի բան չեմ, կոկորդս ա լցված, մի քիչ թույլ եմ զգում, բայց ոչինչ կհաղթահար եմ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ես անցյալ հոլովակում էլ ծաղիկներս մշակելուս, ձեր հետ միասին մշակեցին, ճիշտ է, երկու շաբաթ ա, նենց ջուր եմ լցրել, բայց չեմ փոცხել, հիմա ուզում եմ փոცხել, այդ վերցրած ջուրել ունեմ, հին ջուր, ընդհանրապես ծաղիկների տակը պետք է հին ջուր լցնենք, թազա ջուր չլցնենք, որ թազա ջուր ենք լցնում, թազա ջրի մեջ յոդային մաս կա, իսկ յոդը չորացնում է ծաղիկները, իսկ եթե ջուրը պահում ես հնանում է, այդ յոդային մասը կորցնում է իր անունակությունը, դրա համար այտենց են ասում, որ հին ջուր պետք է օգտագործենք։ Դե հիմա սկսենք ձեր հետ միասին խոցխել, այս էլ բան եմ ցանել, հես աստեղ էլ կա։ Մի երկու հատ դդում կար, դդումի կորից դրեցի, նա ծրեց դուս եկա, բայց հիմա բանա շուտ ա որ տանեմ հողամասը, տնեմ ցուրտ ա, էլի ցուրտ կտանեմ, բայց լա տեսնեմ, որ այսօր ժամանակ ունենամ, հլա մի հատ գնամ տենամ ինչ ա, տնեմ ու բանով ցելոֆանով ծածկեմ, ցելոֆանով էլ որ ծածկեք, բանա, պետք է ամեն օր գնանք, բացենք, նայենք, նորից փակենք, դե տեսնենք ոնց ա ստացվում։ Ուրեմն հիմա նորից այսենք փոცხել, այս սուրճը որ խմել ենք, լցրել եմ հլա, գույնը կարիշնիվի ա գույնը։ Սենց կարիշնիվի ա, այսպես փոცხում եմ, ինքը հողի հետ խառնվում, հողի տակն ա անցվում, ու որպես պարարտանյութ ծաղիկներին պետք է։ Ուրիշ բան չկա, դանակով եմ, հին դանակ ա, դրանով եմ փոցվում, այնքան որ մի քիչ փորփրենք, նայի տես, այսի նոր ա տվել, այս պուճուր այսի, սա կողքից ջուղ ա տվել։ Ծաղիկներն էլ երեխու նման սիրում է փաղաքշանք, սիրում են ուշադրություն դարձնենք, ոնց եք երեխեքին լողացնում, ամեն օր լողացնում ենք, որ մեծանա, լավ զգա իրան, առույգը զգա, ծաղիկներն էլ երեխու նման մի բան են։ Այսպես փորում ենք, այսպես։ Սերի փորում ենք, որ օդ է խաղա, օդ է շնչի, մի հատ է սենց ենք անում, այսենց, հողը մամրացում ենք, ստեղ ես մի քիչ հողը շատ եմ լսրել, որտեղ վաբշե հող չկար, մի քիչ ես վերևի մասը, երևի արմատները բացել են, մի քիչ ծածկենք, որ ինքը տեղ ունենա արմատը։ Այս ձևի, սենց, այս մեկից էլ վերջացրեցինք, մայր սրակ, սիխոնավ ա, այս մեկը, սա պետք էլ չի ջուր լցնենք, սա ամանձնի խոնավ ա, իսկ եսի չոր ա այս մեկը, Ես է շատ սիրում ծաղիկներ ա տալիս, այսը շատ սիրում ծաղիկներ ա տալիս, ես է խոնավություն ունի, պետք չի ջերենք, երևի ես չեմ իմացել, առանց ինձի ջերևի, բայց մի հատ փորենք սենց, փորենք ոտ շնչի, այս երկուսն էլ մնաց ես լիմոնի ծառը, լիմոնն էլ չգիտեմ, ասում պետք է բերեն պատրուս անել, որ ինքը լիմոն տա, հիմա չգիտենք ում բերենք, հատեր չգիտենք ոնց անենք, սենց աճում, համարյա չեր ածում, վերևից կտրեցի, բան սկսեց աճելը, հիմա, սենց, ես մեկն էլ մենակ չոր, եսի մեկ էլ է մյուսը, սրա հողածած կուտնել է շատ, բայց այսից բուկը կլցնեմ,
Այս էլ սենց ոգը կլացնենք, կարող է և ծաղիկ տա էլի, շիվ տա, ոչ թե ծաղիկ տա, ծաղիկը ես տեղից է տալիս, գիտեք ինչ սիրում լավ ծաղիկներ ակարես, ես մեր դթումների տակը մի քիչ լսնենք, այսենց ամրացնենք, որ ինքը գլորվում ընդնում է, հողային մասը քիչ է, այսենց, մի քիչ ծիքրն է, այստեղ մի քիչ հող կարելի է վերցնել, լցնել ստեղ, ես բանի դթումի կողքերանք ասել ծիքրն է, մի քիչ էլ ստեղից վերցնեմ, այսպես, այսօր որ սուրճ եմ խմել, այս սուրճը թողել եմ, կլցնեմ, այսինց կոքի, առանձին էր ինքը ջրի կարիք ունի, պես մոռացա այն հին ջրից լցրեց, թազա ջրից լցրեց, այս մեկի մեջը քիչ է, սրանից լցնեմ, երևի սրա արմատները շատ է, ինքը շուտ է չորանում, իսկ այդ մնացածը խոնավ է մնացել։ Սա է։ Սրանց պետք չի, սրան մի քիչ պետք է։ Սրա ցողուններն էլ շատ, դրա համար եմ ասում, սրա քիչ էս դթումի համար, որ սրա երես է ցանած, ապայրան ջուրկուս։ Ծաղիկները կտանեմ, կտեղադրեմ ու նորից կմիանանք։ Սիրելի հետևորդներ ջան, երկար բարակ մտածելով ինչ պատրաստեմ այսօր, ուրեմն եթե հիշում եք, ես արիշտայի պատրաստել իմ ձեռքով, առաջի անգամն էի պատրաստել, որ ասում առաջ անգամը մի քիչ սխալներով ես անում, երկրորդ նոր միշտ ես պատրաստում, հիմա արիշտայից եսում եմ, հիմա ես ջուրը կիերա, ես արիշտայից մի քիչ եռացում եմ, մի քիչ հավի թևեր ունեմ, լվացած պատրաստա ջուրը քամեմ, ես հավի թևերից ունեմ, սրանցից, սա ուզում եմ սալցա պատրաստել, տոմատով, սոխով, չախոբելի նման մի բան, պլավներ 20 պատրաստեմ արիշտաներ, մի քիչ սրանից, մի քիչ նրանից մեր օրվա ճաշկերութը պատրաստ կրնի, ուտեստը պատրաստ կրնի, սերի հետևորդներ ջան, դե ջուրը արդեն եղում է, Ընդհանրապես փլավի ջրի մեջ մի քիչ մի ճաշի քթանի չափով բուսայուղ ենք ավելացնում։ Մի քիչ
չեմ ավելացնում։ Որը աղով այեքում լավ է լինում, աղն էլ ավելացրի, մենք լսենք մեր արիստան։ Թողնենք եռա, սա թողնենք եռա, հետո կսարքենք սիրելի հետևորդներ, թողնենք մենք արիշտան ետքին, հետո կպատրաստենք հավի թևերը, ուրեմն այս յուղը սառնարանում ադրված, դի դանակով կտրեմ։ Քիչ ավելացնեմ, դառան փոքր, քիչ դժվար է փոքրել։ Թողնենք տաքանը, հետո հավի թևերը կավելացնենք։ Հիմա հավի թևերն ենք ավելացնում։ Հավիթևերը քիչ կանգնի, հետո նոր սոփը կլցնենք, տոմատը կլցնենք, մնացած համեմուկներ։ Հետևորդներ, հիմա աղը կծանենք։ Ասպիտ կտա, կնած մի աղխանել եք խրգել, մոտեք կոտեն, լայսել պատրաստի, սիրելի հետևորդներ, մեր արիստան պատրաստ է արդեն, հիմա պետք է քամենք, կթողնենք լավ քամվի։ Մասա հանդիպ եղավոր։
Մի քիչ հետո կհանենք մեջի, իրավ թոփառած տոմատով, սալսան ամեն ինչը կպատրաստենք, հետո նորից կդնենք մեր հարիքերիկները։ Սերի հետևորդներ տոմատն ենք լցնում։ Մի քիչ գծու պղտեղ ենք ավելացնում։ Կարմիր պղտեղ ենք ավելացնում։ Սա պղտեղը շուտ ավելացնում ենք։ Հետո ինչ ենք անում, հետո ջուր ենք ավելացնում։ Այս մեր հավի մսի կտորները մտնում ենք թողնում ենք մի քիչ եփվի։ Հետո ջուրը կքաշի, կդառնա սալսա։ Արդեն համոզվենք, որ կա ջրի քիչ աղա պետք։ Տակը ցածրացնում ենք, ես սպասում ենք եփվի։ Մի քիչ մակադամուս եմ լցնում ու խառնում ենք։ Մի քիչ եղավ, պատրաստ է։ Մի քիչ ջրիկություն կա, ջուրը պետք է քաշի, որ մի քիչ պնդիկ լինի։ Մինչև որ մեր հավի թևիկները պատրաստ կլինեն, մենք մի կտոր կարագ հալեցնում ենք, որ լցնենք փլավի վրա։ Տնենք հալվի։ Շատ չենք կարակ դնում, որովհետև ստեղ սալսա ունենք։ Սալսանը պետք է լցնենք, այդպես ուտենք։ Մեր կարակը հալվեց, հիմա կլցնենք փլավի վրա։
Մի քիչ փլավից վերցնենք, լցնենք թավայի վրա, այսպես մաքրենք, Չեմ կարելի է փլավը պատրաստ է։ Չեմ ուզում տակը ուժեղացնել, թող մարման ետվի։ Սիրելի հետևորդներ, նայեք, տեսեք մեր սալցան մոտիկից մի քիչ ջուր սոուսի նման լինի, էլի։ Հերիք է։ Սիրելի հետևորդներ, մատուցում ենք այս ձևով։ Իսկ թվում է շատ համեղ։ Մտածենք, կտեսնենք։ Շատ համով ստացվել։ Եթե այս ձևով դուք չեք պատրաստել, դուք եք պատրաստել, տեսեք ինչքան համով է ստացվում։ Ջարդվեց։ Դե սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, ուզում եմ բոլորիցս շնորհակալություն հայտնեմ, որ մինչև վերջ հետևեցիք իմ հոլովակին, սիրելիներս։ Շատ շնորհակալություն, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, զանգակ կոճակը ամենակարևորը, սիրելիներս։ Դե ինչ ասեմ, ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին։ Ստեսություն ձեզ։